Հայկական գորգի քարոզ հագուստի միջոցով կրեատիվի հեղինակը Տերյան մշակութային կենտրոնն է։ Նախաձեռնողները փորձել են հետ չմնալ միջազգային թրենդից։ Վերջին տարիներին էթնիկ մշակույթները հայտնվել են համաշխարհային ճանաչում ունեցող մոդելավորողների ուշադրության կենտրոնում։ Տերյան մշակութային կենտրոնը վերջապես որոշեց ստեղծել կրելի ժամանակակից խիստ արդի ձևվածքներով իր հագուստի հավաքածուն, սակայն քանի որ մենք գիտեք էթնիկ մշակույթի ջատագովն ենք եւ փորձում ենք վերածնել հայ էթնիկ մշակույթի ու գրեթե բոլոր ճյուղերը, այս անգամ մեր ուշադրությունը հրավիրեցինք գորգին։ Դուք տեսնում եք ժամանակակից ձևվածքով զգեստ կանանցի, որի առջևի հատվածում հայկական գորգի թանգարանային նմուշի լուսանկարը պրինտ է արված, այսինքն մենք հորինվածքը տվյալ դեպքում չենք խախտել։ Բայց միաժամանակ սա կրելի հագուստ է, ինչի որոշեցինք հենց հիմա դա անել։ Գիտեք, շուրջ 13 տարի գործունեություն ենք ծավալում տարազներ ստեղծելու, վերստեղծելու ոլորտում։ Ու վերջերս վերջին 2-3 տարիների ընթացքում համաձայն մեր ուսումնասիրությունների եւ ոչ միայն իհարկե մեր ուսումնասիրությունների էթնիկ մշակույթները հայտնվել են համաշխարհային հնչեղության դիզայներների, մոդելավորողների ուշադրության կիզակետում։ 2015-ին, եթե չեմ սխալվում, Ժիվանշին տղամարդու վերնաշապիկներ ուրեմն ստեղծեց հայկական գորգի պրինտերով եւ մենք մտածինք, որ իրոք ժամանակն է, ինչու ոչ, բացի այդ սկսեցին միմյանց հետևից ֆոտոշուտեր, ֆոտոնկարահանումներ հայտնվել կրկին միջազգային հայտնի ամսագրերի շապիկների համար, որտեղ որպես ֆոն օգտագործված էին հայկական գորգերը։ Ձևավորողներն ընտրել են հայկական ամենահայտնի գորգերը՝ արծվագորգ, վիշապագորգ, խնձորեսկ, ամարաս, որոնք աչքի են ընկնում իրենց բովանդակային հարուստ բազմազանությամբ։ Մենք այս դեպքում դիզայներական մոտեցում ենք ավելի շատ ցույց տվել, ընտրելով հնագույն պազրի գորգը, այս վերնաշապիկի վերնամասում դուք տեսնում եք, մեջքի հատվածում, որտեղ ըստ որոշ ուսումնասիրողների հայկական որդան կարմիր է կիրառվել թելերի բաղադրության մեջ։ Հավաքածուն ընդհանուր առմամբ կազմված է 40 կտոր հագուստից, նույնքան զարդեղեն, պայուսակ, կոշիկ, այն ստեղծվել է բավականին կարճ ժամանակահատվածում, մոտ 20 օր։ Տարբեր մոդելներ տարբեր ժամանակի ընթացքում են արվել։ Մենք շատ արագ ենք աշխատել այս կոլեկցիայի վրա։ Մեր ժամանակը չենք խնայել, փորձել ենք շատ շուտ անել։ Բարդը գիտեք որն է, բարդ բան չկար երևի, մենք շատ մեծ ոգևորվածությունով ենք արել այս կոլեկցիան։ Դե ընդհանուր առմամբ, ասենք մշակումները միշտ էլ բարդ են լինում հագուստի արված։ Մտածել ենք որտեղ որ դիտալը դնենք, որ ավելի գեղեցիկ երևա, ավելի գեղեցիկ նայվի, ավելի էֆեկտով ոնց որ Երևան նախշերը հագուստի վրա։ Ուրբաթ այս ամեն ինչին Մեգերյան կարպետի ցուցասրահում ականատես եղան հայկական նորաձևությամբ հետաքրքրվողները, նրանք բոլորն էլ նույն կարծիքին էին, հավաքածուն աննախադեպ էր, գրավիչ ու հետաքրքիր։ Հայկական գորգարվեստը երբեք այս մասշտաբով ու նման մշակումներով չէր ներկայացվել։ Դեռևս հստակ չէ, թե Տերյան մշակութային կենտրոնի ստեղծած այս հագուստները որտեղից կարելի է ձեռք բերել։ Ամեն ինչ պարզ կդառնա հենց այս ցուցադրությունից հետո։ Մտածել ենք այդ մասին, գիտեք, ներկայությամբ այնպիսի հարց է, որ կանխագուշակել հնարավոր չէ, որովհետև սա իրոք աննախադեպ հավաքածու է, չգիտենք ինչ կլինի արձագանքը։ Մեկ շաբաթ անց սպառվի հավաքածուն կամ որոշենք, որ տարբեր խանութներին ենք տրամադրելու։ Ցուցադրությունը ամեն ինչ ուրեմն ցույց կտա, ցուցադրությանը հաջորդած օրերը ամեն ինչ ցույց կտան եւ իր տեղը կդնեն։